Ողջույն սիրելիներ, պատրաստեք ձեր մեկ գավաթ սուրճը ու միացեք ինձ։ Իսկ դուք սիրում եք տրուֆելներ։ Ես իսկապես շատ եմ սիրում տրուֆել, շատ հետաքրքիր տեսանյութ է մեզ սպասվում։ Մնացեք ինձ հետ սիրելիներ մինչև վերջ եւ կտեսնեք շատ գեղեցիկ զարդեր։ Հիմա կբացենք իմ պատվերները, շատ հետաքրքիր զարդեր են, միասին կնայենք հերթական պատվերները, նրանք երկուսն են, տեսնենք ինչ կա այստեղ։ Չնայած ես եմ պատվիրել, անկեղծ ասած, բայց չեմ հիշում ինչ կա ներսում, ընկերներ։ Եկեք միասին նայենք։ Որից սկսել, երևի թե կսկսեմ այս փաթեթից, առաջին հերթին, այս սրանից։ Հետաքրքիր ծրար է։ Այս մասից էլ կտրեմ։ Ասա ում է հետաքրքիր։ Դե քանի որ իմ մոտ ամեն ինչ բնական է, ֆեյք ոչինչ չկա, դրա համար այս մասերը ես նույնպես չեմ մոնտաժում։ Ու ինչ հետաքրքիր տիպեր ա դրել, եվս մեկը շատ սիրուն են, և ահա երրորդը, շնորհակալություն։ Տեսնում եք, այս պահերն էլ ա հետաքրքիր, դուք անմիջապես իմ էմոցիան զգում եք, արձագանքը, ձայնից տոնը, ուրախությունը, բայց եթե ես առանձին դա անեմ, հետո ձեզ ցույց տամ, այդ ամեն ինչը այդքան բնական չի լինի, բայց իրոք արդեն շատ տանջալից է փաթեթավորում այս, ուրեմն ինքը ֆիքսել ա զարդը այս տուփին, որ չգնա գա վնասվի, ասեմ ձեզ, և ես սովորաբար այստեղ թղթեր եմ լցնում, որ չգնա գա զարդը վնասվի, բայց ինքս կոճել է, ու ինչ գեղեցիկ է, նռնակարը իմ սիրած քարերից է, շատ եմ սիրում այս երանգը, սա երկար է ավելի այս վզնոցը, կարելի է կրել հանգույցով նույնպես, բայց հանգույցով մի քանի անգամ կարճանում է շղթան, ես սովորաբար առանց հանգույց եմ կրում, և այդ երկու հորիզոնական այս գծերը ավելի բարձրահասակ են դարձնում մարդուն ու նիհարացնում են ավելի, դա հաշվի առեք, շատ գեղեցիկ է, ինձ շատ դուր եկավ, սա այսպես, հիմա բացենք հաջորդը սիրելիներ, տեսնենք ինչ կա այս մեծ տուփի մեջ, եթե չեմ սխալվում, մի բան պետք է լինի, բայց ինչի այս տուփը այսքան մեծ, չգիտեմ, երևի ուրիշ հարմար բան չի գտել, տեսնենք այստեղ ինչ անակնկալ է սպասվում, որովհետև շատ բաներ են պատվիրում, ու երբ որ գալիս են, կարող եմ ճիշտ է նայել, որ պատվերս է նախորոք ինտերնետով, բայց ուզում եմ ինձ համար էլ անակնկալ լինի, այդպես ավելի հետաքրքիր է, պետք է ուրախ էմոցիաներ ունենալ, եթե ունենամ գումար, այսպես ասեմ, կծախսեմ էմոցիայի վրա, քան ինչ-որ նյութական իրի, հագուստի կամ սնունդի վրա, դրա համար, որ զարդերը ինձ մեծ էմոցիաներ են պատկերում, դրա համար ես զարդեր եմ գնում, պատկերացրեցիք, չէ, էմոցիա նույնպես հնարավոր է գնել, տեսնում ենք շատ հետաքրքիր վինտաժային տուփ, այսինքն ինչպես են գնում էմոցիան, այսպիսի հետաքրքիր անակնկալներ, երբ որ ունենում ենք, դա դառնում է մեզ համար էմոցիա, ինչպես գեղեցիկ մասի չափսերի բրոշ է, կոմպլեկտ է ինչպես տեսնում եք, բնական մարգարիտներից, դե պետք է մաքրվի, փայլեցվի, հասկանալի է, և նույն բրոշի ականջողերը, ավելի ճիշտ կլիպսները, ինչ նրբիկ են, շատ նրբիկ են, շատ գեղեցիկ են, ինչ հիանալի չափ է, ես այս ականջողերից ունեցել եմ մի քիչ ավելի խոշոր չափսին, բայց սա ավելի մանր է չափերով, այդքան էլ խոշոր չի, ճտոցը շատ կարևոր է, եթե չճտա, ուրեմն կլիպսը լավ չի փակվի ու կսահի կընկնի ականջներից, ահա այսպիսի գեղեցիկ մարգարիտ կոմպլեկտ, այսօր բնական քարերի օր է, մարգարիտներ, նռնակար, այն ինչը բնական է, մեզ տանում է դեպի մեր ակունքները, դեպի մայր բնություն, երբ քարանձավային կյանքում արդեն իսկ մարդիկ ստեղծել են իրենց զարդերը գոյության կռվի ժամանակ, երբ իրենք հազիվ իրենց գոյությունն էին պաշտպանում, բայց այնուհանդերձ բնական քարերից, կաշվի կտորներից, մորթու, խեցու կտորներից և փետուրներից ստեղծել են իրենց զարդերը։ Այս գեղեցիկ վզնոցը ուրախ, պայծառ նույնպես վաճառվել է, ապակուց վզնոց է, ձայնից էլ է դա զգացվում, շատ գեղեցիկ ապակի է, կարմիր, բորդո և դարչնագույն, կատնագույն երանգներով, յուրաքանչյուր հուլունքը ամրացված է ոսկեգույն էլեմենտներով,
Ինչը ավելի ուրախ պայծառ տեսք է հաղորդում այս վզնոցին։ Միջին չափսի է, կարճ չէ։ Ուղևորվի իր տիրոջ մոտ։ Այս գեղեցիկ կին բրոշը շատ էլեգանտ կին է, ունի էլեգանտ հագուկապ, գեղեցիկ գլխարկ, ոսկե ջրված է 24 կարատ ոսկով, նույնպես վաճառվել է եւ ուզում եմ թողնել այն իմ տեսադարանում, մինչ այն կուղևորվի իր նոր տիրոջ մոտ։ Ահա եւ վերջ, մադամը պատրաստ է։ Այս գեղեցիկ զարդատուփը, սիրելիներ, նույնպես վաճառվել է ճապոնական արտադրության, ինչպես տեսնում եք, պիզաժից, կարծես բրինձի պլանտացիաներ լինեն այստեղ, կան նաև բույսեր, հատապտուղներ, ինչպես նաև կենդանակերպեր, տարբեր կենդանիներ։ Բոլոր կենդանիները պատկերված են այստեղ, հետաքրքիր աշխատանք է արված։ Ներսի հատվածը, ինչպես շատ զարդատուփեր ունեն թավշե կտոր, թավշե պատե, լավ աշխատանք է, հետաքրքիր գեղեցիկ զարդատուփ, որը կուղևորվի իր նոր տիրոջ մոտ։ Իդեպ գնորդը հարցնում էր ինձ, որտեղից է այս զարդատուփը, քանի որ զգացել էր, որ ճապոնական ծագում ունի։ Եվ նրան խիստ հետաքրքրել էր, թե որտեղից է ինձ մոտ հայտնվել այս զարդատուփը։ Իհարկե անտեղի հարց չէ, վինտաժով զբաղվող մարդկանց մոտ միշտ էլ ամեն ինչ հնարավոր է գտնել։ Փաթեթավորեմ այս զարդատուփը, որպեսզի այն ուղևորվի իր նոր տիրոջ մոտ։ Մեզ օգնության կտա այս պղպջակավոր պաշտպանիչ տոպրակը։ Ահա այսպես։ Զարդատուփի դեպքում շատ կարևոր է լավ պաշտպանել այս անկյունների հատվածը, ինչը որ մենք դա կանենք հիմա։ Ահա այսպես։ Եվ այս մյուս կողքը։ Կարծես անվտանգության համակարգ ապահովի։ Անկյունները ամբողջովին լավ պաշտպանված են, բայց ես կդնեմ եւս մեկ այսպիսի պղպջակավոր տոպրակի մեջ, կրկնակի շերտով պաշտպանելու համար։ Ու արդեն ծրարի մեջ, որը նույնպես պղպջակապատ է, ստացվեց եղակի շերտ։ Ահա եւ վերջ, իմ փաթեթը պատրաստ է, եղաշերտ պաշտպանված, կարևորը անվտանգ կհասնի տեղ։ Bon voyage։ Այս գեղեցիկ վզնոցը իմ մոտից գնալու է հրում, ես ուզեցի, որ այն նույնպես մնա իմ տեսադարանում, շատ գեղեցիկ է, խոշոր էլեմենտները կենտրոնական, երկու շարանից բաղկացած վզնոց է, խոշորանում է կենտրոնական հատվածում, փայլուն ձյունաճերմակ մարգարիտներ են, կոճակի ձևով, ունեն կոճակի ձևով փական, որը ֆրանսերենով հնչում է բուտոն, հետաքրքիր լեզու է, չէ, հայերենը իր հնչյուններով չ, ց, ծ, որ մյուս լեզուներում չկան, օրինակ ֆրանսիացին կոճակին կասեր կոչակ։ Մի խոսքով այս գեղեցիկ վզնոցը կուղևորվի Ստրասբուրգից հռոմ։ Դե ինչ, եկավ հերթը այս հիասքանչ կոմպլեկտի, որ ուղևորվի իր նոր տիրոջ մոտ, շատ գեղեցիկ կոմպլեկտ է, վզնոցը թևնոցի հետ։ Նայեք ինչ լավ գործվածք է, ընդհանրապես չի ոլորվում։ Շատ կարևոր է, որ գործվածքը չոլորվի, որովհետև երբ որ ոլորվում է, մարմնի վրա էլ է ոլորվում։ Վզնոցներ եւ թևնոցներ գնելուց անպայման ստուգեք, որպեսզի չոլորվի վզնոցը կամ թևնոցը։ Իսկ մինչ այդ եկեք ֆիքսենք, որ այս թևնոցը ու վզնոցը ոսկեպատված են 18 կարատ ոսկով։ Եկավ պահը, որ ստուգենք ինչպես են ստուգում թևնոցի որակը։ Ահա այսպես ձգում եք պարանի նման ու բաց եք թողում։ Թևնոցը նույն կերպով մնաց, իսկ այսպիսի դիրքով ընկներ բազմաթիվ տեղերից ոլորված վիճակով, դա նշանակում է, որ թևի ու վզի վրա էլ նույն կերպ կնստի այդ գործվածքը։ Դրա համար շատ կարևոր է, անչափ կարևոր է, որպեսզի ստուգեք վզնոցները գնելուց առաջ հյուսվածքը որակով է կատարված, թե
Եթե այդ վզնոցի գործվածքի որակը տեղն է, ապա այն չի ոլորվելու ոչ վզի վրա, ոչ թևի վրա։ Դա շատ կարևոր արգումենտ է, որպես դիտարկում մշտապես ունեցեք վզնոցներ ու թևնոցներ գնելիս։ Ես արդեն կպցրել եմ հասցեն, սովորության համաձայն պղպջակավոր ծրար կա իմ ձեռքում, բայց այնուհանդերձ ես կրկին անգամ հարկ եմ համարում, որպեսզի կրկնակի պաշտպանեմ։ Զարդերը շատ փխրուն են եւ հատուկ մոտեցում են պահանջում։ Դեռևս ոչ մի անգամ չի եղել դեպք, որ իմ ուղարկած փաթեթները վնասվեն։ Բացի զարդերից ես ճենապակի եմ ուղարկում երբեմն, ոչ հաճախ, բայց երբեմն, եւ միշտ լավ վիճակով հասել է տեղ։ Լավ փաթեթավորումից հետո խիղճս հանգիստ կուղարկեմ արդեն։ Ահա եւ վերջ, իմ փաթեթը պատրաստ է։